2026 թվականի հունվարի 1-ին Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան աղջիկ է, ծնվել է Գյումրու բժշկական կենտրոնի ծննդատանը 7:45-ին։ Տոնական օրերին Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը աշխատել է հերթապահությունների գրաֆիկով 24/7 ռեժիմով։ Այս օրերին բաժանմունքում ծննդաբերությունների ակտիվություն է գրանցվել։ Տոնական օրերի ընթացքում 22 ծնունդ ենք ունեցել, որը հունվար ամսվա համար բավականին ակտիվ ցուցանիշ է համարվում, իսկ հուն ամսի 1-ին ունեցել ենք 3 ծննդաբերության եւ 26 թվականի առաջի ծնունդը աղջիկ է եղել։ Բուժանձնակազմը աշխատել է առավել զգոն, քանի որ տոների ընթացքում փոխվում է նաեւ բուժառուների դիմելիության վարքագիծը, ստեղծելով լրացուցիչ ռիսկեր ինչպես մոր, այնպես էլ պտղի համար։ Տոնական օրերին աշխատելու մեջ մի հատ առանձնահատկություն կա, որ այդ հիմնականում վերաբերվում է հիվանդություն ունեցող կամ հղիության ընթացքում առաջացած խնդիրներին կամ կինեն չեն ուզում դիմել այդ տոների պատճառով եւ հաճախ դիմում են վերջի պահին ավելի բարդացած իրավիճակում, այդ մի քիչ մեր աշխատանքը դժվարացնում է։ 2025 թվականը Շիրակի մարզում ամփոփվել է 2250 ծնունդով, տարվա ընթացքում լույս աշխարհ է եկել 1188 տղա եւ 1062 աղջիկ, իսկ 24 ծնունդ եղել է զույգ։ Հանրապետական մակարդակով ծնելիության նվազման պայմաններում մարզում արձանագրվել է համեմատաբար կայուն պատկեր։ Համարյա նույնքան ծնունդ է գրանցվել մեր մոտ, ինչքան 2024 թվականին։ Այդ կարևոր է, որ ընդանուր նվազման ֆոնի վրա կարողացել ենք ցուցանիշները պահպանել։ 2025-ի կարևոր նորամուծություններից մեկը ծննդատանը անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում արհեստական սերմնավորման ծառայության ներդրումն էր, որն արդեն տվել է իր առաջին արդյունքները։ Միևնույն ժամանակ պետական աջակցության շրջանակում 2026 թվականին նախատեսվում է նոր ծրագիր նաև նորամուսնացած զույգերի համար։ Պետպատվիրի շրջանակում նրանք հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ նախնական հետազոտություններ դեռ հղիության պլանավորման փուլում։ Հղիության վրա ազդող հաճախ հանդիպող ինֆեկցիաների հետազոտություն է, հորմոնալ որոշ հետազոտություններ, տղամարդկանց սերմնահեղուկի հետազոտություն, որը կատարվում է պետական պատվերի շրջանակներում։ Փետրվարից կարող ենք հավանաբար սկսել, հիմա գնումների գործընթացի մեջ ենք, որ ձեռք ենք բերում այդ անհրաժեշտ անալիզների նյութերը, բայց եթե կան զույգեր, որոնք ցանկություն են, կարող են արդեն Միգվանից դիմել գրանցվել, այդ գրանցումով է կատարվում ու զույգերը կան, որ ուզում են, բայց չունեն այդ քաղաքացիական կացության ակտերում գրանցում, կարող են գրանցումը կատարել եւ համապատասխան փաստաթղթերով մոտենալ։ Բացի այդ, համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի փուլային ներդրումը ըստ մասնագետների կարող է էականորեն փոխել նաեւ ծննդատան աշխատանքի տրամաբանությունը։ Համապարփակ ապահովագրության շրջանակներում արդեն կարող են դիմել եւ առանց մտավախության ֆինանսական հարցերով առաջ կարող են մտահոգվել, հիմա ոնց որ թե այդ հարցը կարգավորվում է, այնպես որ 26 թվականի ընթացքում ճշտած կոչես հորդորես, որ դիմեն կանայք ժամանակին, չթողնեն պրոբլեմը խորը։ Անկախ օրից ու ժամից նոր ծնունդներով կյանքի շարունակության ֆոնին Գյումրու ծննդատանը առաջնային է մնում 2026-ին աշխատանքը նոր մասնաշենք տեղափոխելու սպասումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։